ինձ մոտ հայտարարությունները եւ այսպես սկսենք Arsenal Գալստյան դարպասում Ալիխանյան, Հակոբյան, Ավետիսյան, Յախանյան, Չոբանյան, Խաչատրյան եւ Արսավո Կլնի Սուքյասյանը։ Ներկայացնում Յուվենտուսի կազմը դարպասում համար 1 Եսայան, համար 5 Ղազարյան, համար 19 Մարտիրոսյան, համար 9 Դավթյան, համար 4 Հարությունյան, համար 18 Մխիթարյան, համար 33 Խաչատրյան եւ համար 10 Հաջեմյան։ Հիշեցնեմ, որ սա 9-րդ տուրից հետաձգված հանդիպումն է։ Եվ այս պահին գնդակով Յուվենտուսի ֆուտբոլիստներն են։ Որոշում կայացնեն Հաջեմյան։ Տարավ դեպի աջ, բայց հանգարություն այստեղ հարվածային Հաջեմյանի դիրքը հարված, բայց պաշտպաններն իրենց վրա են ընդունում եւ տեսնենք Արսենալի պատասխանը։ Շատ արագ հաջողորոյի անցնում Արսենալը։ Փոխանցում, բայց այստեղ Յուվենտուսի դարպասապահը շատ վստահ վերցնում է գնդակը։ Ղազարյան լավ շրջվեց։ Սա հետևում է սխալ փոխանցում։ Ֆոտոզավկին է հայտնվել Յուվենտուսի ֆուտբոլիստը, տեսնենք ինչ է այստեղ։ Գրում են Արսենալի ֆուտբոլիստները այստեղ լավ գրով էր, բայց Յուվենտուսը եթե նայենք այո թիմերին մրցաշարային աղյուսակի տեսանկյունից, ապա անկասկած երկուսին էլ օդի եւ ջրի պես պետք է այս 3 միավորը, քանի որ այո Արսենալը գտնվում է 7-րդ հորիզոնականում 12 միավորով, իսկ Յուվենտուսը 19 միավորով 4-րդն է այս պահին։ Ձախ կրայը սա բաց է։ Ստեղը Տիկոն երկու հոգու, մայստը Տիկոն այդ մեն մեկի վրա, բրավո։ Եվ այո, հիմնական փոխանցումները դաշտի կենտրոնով են ընթանում, լավ հարված էր այստեղ, բայց փոքր շեղ ընթացավ հատածը։ Հենո կա, հենո, Տիկոն, հենո։ Գնդակով Յուվենտուսի ֆուտբոլիստներն են, Ղազարյան։ Տեսնենք ինչ որոշում կայացնի, բայց կլեցին, այո 3 հոգով շրջապատման մեջ առան Ղազարյանի եւ այստեղ ուղղակի Գրում է Յուվենտուսը նորից Ղազարյան շատ ակտիվ է սկսել հանդիպում։ Հաջեմյան դեռից հարված եւ նորից շեղ է ընթանում հարվածը։ Այս էլ սա էլ արդեն Հաջեմյանի երկրորդ փորձն էր։ Արի։ Տեսնենք առայժմ հանգիստ ֆուտբոլ է ընթանում։ Լավ դուել է, էլի ախպեր։ Ռոբ արի ռոբ։ Դու բան արա։ Դա զոել մի բայ, դու գնա այդ բանի հետ կաշպա։ Ռոբ եզր ես խաղում, ստեփ։ Մտի։ Ախպերս, մի հատ ձեր սաստավը կասես համարներով թարմացնեմ ծրագրում, որ համարներով ասեմ։ Համարները գրած չի, որ համարն է։ Հա։ Չէ, դու մտի մեջտեղ ցեն։ Մենակը։ Արմանին նայ։ Ազգաններով էլ, չէ՞։ Սա մի քանի թազա խաղացող ունի, չէ՞։ Նայ ազգանունով է, բայց ես հիմա որ նայում եմ, ասենք
համարով եմ էլի բանանում ազգանունը տալիս, ու մեզ համարը չկա ստեղ գրած։ Մեծ համարը Չէ, դե հիմա որ տենց ասես չեմ կարող, ծրագրում, AFL-ի ծրագրում, եթե կարաք մի հատ շուտ թարմացեք տենց ասեմ, էլի։ Հա։ Զամենդեից ինչ-որ մեկը չի կարա անի։ Անկար սաղ հայտարարված են, ասա ազգանունները հեսա թանան։ Սաղ հայտարարված են, կարակ վերջում ստուգել։ Չէ, մեկնաբանելու կարող եմ ես ասում աղբեր, ստուգելու պահը չի։ Լավ։ Հելել։ Գերես, այս աղբերը համար բան չեք տվել։ Անմազգանում չկա։ Ջան, նոր տղեկներ եմ ասում աղբեր, Արսենալին համարները գրած չի, ես չեմ կարող։ Սպիտակն է իրան։ Աչքա գրած աղբեր համարները։ Մենակ է։ Այդ սաստավի վրա որ իշտես ներքև կտնես։ Դեմի 20, դեմի 10 րոպեն ձենը կկտրես։ Ես էսի չեմ կարա մոնտաժել։ Սե ֆազի, բացի։ Սովա Էդգար այ ուզի։ Ուդար արա։ Այո։ Աբրիս։ Շուկաս։ Գորխ փողը անն ասա։ Ստեղ էլ ասեք։ Նայեք, հետևը տարեք։ Սիրելի ֆուտբոլիստները այս ընթացքում այո Արսենալը կարողացավ 1 գնդակ խփել եւ հաշվի մեջ առաջ է անցել 1-0 հաշվով հաղթում են նրանք։ Ես նորից ներողություն եմ հայտնում ձեզ այս տեխնիկական խնդիրների պատճառով, բայց արդեն ամեն ինչ կարգավորվեց։ Եվ մենք լիովին տրամադրվում ենք հանդիպմանը, եզրային նետում իրացան Արսենալի ֆուտբոլիստները, այո Յախանյանն է գնդակով։ Փրում են Արսենալի ֆուտբոլիստները, այո կենտրոնից հարված, բայց Յուվեի պաշտպանի վրա ընդունեց եւ խլեցին այստեղ գնդակը Ղազարյանից։ Նորից Արսենալի ֆուտբոլիստներն են գնդակով հետ փոխանցում։ Յախանյան կտրող փոխանցում էր դեպի առաջ, բայց այստեղ դուրս եկավ Արսենալի կիպերը եւ ֆիքսեց գնդակը։ Գնա, քոննա, դիմավորի։ Աճեմյան լավ անցավ այստեղ մեկին։ Գեղեցիկ գրոյի անցնում Խաչատրյան, տեսնենք եւ անկյունային հարված կլինի։ Այո, փոխանցման ճանապարհը փակեց Արսենալի ֆուտբոլիստը եւ Ղազարյանն է գնում անկյունային իրացնելու։
Կա փոխանցումը եւ հեռացումը եւ այստեղ այո խաղի դարպասապը հեռացած եւս մեկ հարված եւ նորից Arsenal-ի դարպասապը կարողանում է հեռացնել գնդակը հակառակ եզից կլինի անկյունային հարված եւ նորից Ղազարյանն է շտապում այն իրացնելու Աղարկում են այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստները, լավ փոխանցում են հարված։ Ինչ է անում Arsenal-ի դարպասապը այս 1 րոպեի ընթացքում 3 անգամ հեռացած գնդակը Գալստյանը։ Հետևը կա, հետևը։ Աճեմյան շրջվեց այստեղ։ Աչից կա տարբերակ, այո, փոխանցում Խաչատյանի ուղղությամբ։ Խաչատյանը պատ խաղարկում եւ Աճեմյան լավ փոխանցում էր։ Բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը, այո, Հարությունյանը շատ հեռուն գնացող փոխանցում էր կատարում եւ չկար այնտեղ խաղընկերներից ոչ ոք։ Փոխանցում դեպի աջ Գնդակով Arsenal-ի ֆուտբոլիստներն հետ փոխանցում եւ այո, Arsenal-ը այս բանը սրոպեներին չունի շտապելու ոչ միտեղ։ Յախանյան եւ շատ գեղեցիկ պատխաղություններ են կատարում այստեղ։ Նորից Յախանյան, այո, եւ տեսնենք ինչ որոշում կայացնում։ Լավ թողեց այստեղ գնդակը Յախանյանը։ Եվ նորից Arsenal-ի ֆուտբոլիստները կարողանում են գնդակը վերցնել իրենց վերահսկողության տակ։ Շատ ճիշտ է քոնը։ Ֆրա։ Աճեմյան գրում է Յուվեն։ Աճեմյան լավ փոխանցում է այստեղ, տեսնենք ինչով կավարտվի այս գրոհը հարված, բայց նորից հեռացնում է Գալստյանը գնդակը։ Հարությունյան Ինչ այստեղ Ղազարյան, բայց եւ գնդակը հայտվում է դարպասում 1-1։ Այո։ Շատ տարօրինակ իրավիճակ է Arsenal-ի պաշտպանությունում։ Եվ այո, շատ տարօրինակ իրավիճակ ստացվեց Arsenal-ի պաշտպանությունում եւ դրանից միայն օգտվեցին Juve-ի ֆուտբոլիստները եւ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը, այո 1-1 հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում իհարկե առաջիկայում եւ այստեղ Juventus-ից այո հաշիվը կարողացան հավասարեցնել Juve-ի ֆուտբոլիստները։ Մասնավորապես այո գոլի հեղինակ դարձավ Դավթյանը։ Գրում են Arsenal-ի ֆուտբոլիստները, տեսնենք ինչով կավարտվի այս գրոհը։ Փոխանցում, բայց Աճեմյանը այստեղ է նորից այո։ տեսել եմ փոխում եմ։ Ասեք։ Մրցավար Զամեն։ Ասեք։ Ինչ է հենց։ Հա։ Զամջան ի՞նչ է։ Այլա խաղացեք։ Հաջորդ տայմը կելես կնկարես։ Դու հանգստացի։ Հարցը չեն կարող զամ։ Եզից կնետեն Arsenal-ի ֆուտբոլիստները։ Եվ չկա։ Սինգելում եմ, ստոց։ Հետը, չի թռու։ Արապո։ Այո, այստեղ կարողացավ Դավթյանը փակել գնդակի ճանապարհը։ Եզից կնետեն Arsenal-ի ֆուտբոլիստները։ Ավետիսյանն է գնդակի մոտ։ Իրասի եզայինը, այո, եւ փոխանցում
Դեպի Ախանյանը, նորից Ավետիսյանի ուղղությամբ։ Լավ տարավ այստեղ գնդակ Ավետիսյանը, բայց կարծում եմ հարված է փորձում կատարել, այո, նման չէր փոխանցման սա։ Այո, փոփոխություն կլինի Արսենալի կազմում։ Այո, թիմերի միջև սա այս մրցաշրջանում երկրորդ հանդիպումն է, առաջին խաղում Յուվենտուսի ֆուտբոլիստները հաղթել են 3-1 հաշվով։ Եվ տեսնենք ինչով կփորձի այսօր պատասխանել Արսենալը այդ պարտությանը։ Առայժմ հավասարություն է հաշվի մեջ 1-1։ Աչեմյան, լավ գրոյ տեղափոխություն է դեպի Խաչատրյանը։ Հարությունյան հարված կհետևի, հանցավ այստեղ Հարությունյան լավ հարված էր, բայց մի փոքր բարձր ընթացավ գնդակը։ Այո, ակտիվացել են գոլից հետո Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ սա պետք է հաշվի առնի Արսենալը։ Պատրաստվես մտնում է։ Յուվենտուսին նման հնարավորություններ տալը այնքան էլ լավ գաղափար չէ, այո, նրանք կարող են 1-2 պահ օգտագործել եւ Աչեմյան դեպի Աչ Խաչատրյանը։ Տեսնենք կտրող փոխանցում, բայց հեռացնում են Արսենալի ֆուտբոլիստները գնդակը։ Եվս մեկ փոխանցում Ղազարյան թողեց գնդակը դեպի հետ խաղընկերոջը Խաչատրյանին, բայց շատ առաջ թողեց գնդակը եւ Արսենալն է անցնում Արաքակագրոյի։ Հասցրեց Խաչատրյանը ուղղել սխալ, այո։ Բայց պետք չէ այստեղ կորցնել գնդակը։ Փոխանցում Ղազարյան բայց այստեղ 1-1 սխալներ եւ նրանից օգտվեց Յուվեի դարպասապը եւ գնդակը արագ բացեց հատի մեջ Ղազարյան փոխանցում էր սա եւ անկյունային Յուվենտուսը մրցաշային աղյուսակում այս պահին 4-րդն է 19 միավորով, նույնքան միավոր նաև ունի Բարսելոնան, որը դեռ իր հանդիպումը կանցկացնի այս տուրում։ Լավ փոխանցում է այստեղ, բայց չկարողացավ Մխիթարյանը դիպչել գնդակին հակառակ դեպքում անկասելի կլիներ նրա հարվածը եւ հիմա Արսենալի պատասխանը ինչու այսպիսի տարբերակ ընտրեցին Արսենալի ֆուտբոլիստները։ Գրում է Արսենալը հարված, բայց շեղընթացավ գնդակը եւ այո փոփոխություն Արսենալի կազմում կրկնակի այո Ավակյան Հակոբյանը մտավ խաղադաշտ գնդակը հաղի մեջ է արդեն Հաչեմյան Հերվից հարված, բայց դարպասապը Գալստյանի վրա էր այս հարվածը ուղված Ախանյան և եզից կնետեն Արսենալի ֆուտբոլիստները, այո Խաչատրյանը Արսենալի գոլի եղինակը փորձեց թողնել գնդակը, բայց կարողացավ Յուվեի պաշտպան դիմավորել նրան Հակոբյան փոխանցում Ախանյանի ուղղությամբ եւ կհետևի այո փոխանցում, բայց ուժեղ չասեմ ստացվեց, բայց դարպասապը այո խանգարեց այստեղ Արսենալի 19 համարին
Մասնավորապես Միրանյանին կատարել հարված։ Խաչատրյան Գրոյ տեղափոխություն դեպի ձախ, բայց սխալ փոխանցում էր սա։ Ազատ էր, այո, Աչեմյանը կենտրոնում, կարծում եմ ավելի լավ տարբերակներ կարող էր մտածել այստեղ Խաչատրյանը, բայց որոշեց այլ կերպ։ Ախանյան փոխանցում դեպի աջ։ Տեսնենք արագ է պետք այո Արսենալի գրոյի, բայց Խաչատրյանը այստեղ հեռու թողեց գնդակը։ Ես իսկ նետեն Յուվեի ֆուտբոլիստները Մարտիրոսյանն է կատարում եզրային նետումը Մխիթարյան նորից Մարտիրոսյանի ուղղությամբ փոխանցում եւ այստեղ քիչ էր մնում սխալվել Մարտիրոսյանը, բայց հասցրեց իր սխալը շտկել եւ Դավթյանն է գնդակով, նորից Մարտիրոսյան, այո, աչից Խաչատրյանն է միանում գրոհին Կենտրոն Աչեմյանի ուղղությամբ լավ էր նկատել Աչեմյան այնտեղ խաղընկերոջը, բայց թույլ ստացվեց փոխանցումը այո, գրոհին միացող Հարությունյանը հենց ինքն էլ խախտեց խաղի կանոնները եւ Արսենալը գնդակը մտցրել է խաղի մեջ արագ գրոհի են անցնում Արսենալի ֆուտբոլիստները Յախանյան լավ պատխաղարկում էր այստեղ, բայց չթողեցին ավելին անել այստեղ Յուվեի ֆուտբոլիստները Արսենալին եւ կա մրցավարի սուլիչ, այո, առաջին կեսն ավարտված է կհանդիպենք կարճատև դադարից հետո Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է Արսենալի ընդդեմ Յուվենտուսի հանդիպման երկրորդ խաղակեսը ամեն ինչ պատրաստ է խաղակեսի մեկնարկի եւ այո կա մրցավարի սուլիչը եւ Ղազարյանը գնդակը այստեղ փոխանցում է Արսենալի ֆուտբոլիստներին այո սա շատ գովելի է իհարկե այս փաստը որ ֆուտբոլիստները թիմերը 1-1 փոխանակում են գնդակով դա հարգանք է թիմերից մեկը մյուսի հանդեպ եւ այո դրանով հենց կայանում Աթլեի առավելությունը Արսենալն է գրոհում լավ փոխանցում էր այստեղ Խաչատրյանի ուղղությամբ բայց Մխիթարյանը հասցրեց ձեռքսպայել իր թիմին վտանգավոր հարվածից այո եթե Խաչատրյանը կարողանար շրջանցել նրան շատ մեծ հավանականությամբ կգրավեր դարպասը քանի որ հենց իր դիրքում էր գտնվում հարվածային բայց Մխիթարյանը հասցրեց դա անցելու եւ այստեղ այո արդեն Յուվեն 1 պահ ուներ Խաչատրյանը 1 դրվագի այո պաշտպանությունից տեսեք որտեղ հասավ եւ պաստակեց եզային նետում իր թիմի համար որը կիրացնի Հարությունյանը փոխանցում Ղազարյանի ուղղությամբ եւ այո ուղղակի Արսենալի ֆուտբոլիստները հեռացնում են գնդակը Չոբանյանն է այստեղ Փակել Ղազարյանին եւ եզրից նորից կնետեն Յուվեի ֆուտբոլիստները Հարությունյան տեսնենք ինչ որոշում կայացնի նա փոխանցում Աչեմյան Մխիթարյան հարվածային է դիրքը տեսնենք կհետևի հարված բայց Գալստյանը փայլուն սեյվ է կատարում այստեղ շատ լավ հարված բայց եթե չլիներ այս հարված այո չէինք տեսնի այս սեյվը շատ լավ միացավ գրոհին թիմի պաշտպանը Մխիթարյանը եւ այստեղ Ղազարյանը այո կարող էր գրավել դարպասը բայց
Նորից հեռացին Արսենալի ֆուտբոլիստները, նորից շարունակում է Յուվեի գրոհը, Աճեմյան։ Փոխանցում այստեղ։ Եվ այո, խաղի կանոնների խախտում հենց Մարտիրոսյանի կողմից։ Հերվից հարված, բայց դա այո, Պլիսկի չդիմեց դարպասապա այստեղ։ Նորից կենտրոնովը շարվում, Ավետիսյան ևս մեկ հարված, բայց շեղ է ստացվում։ Հարվածը Եսայանը գնդակը մցրեց խաղի մեջ և այո, 1-2 փոխանցում և տեսեք գնդակը նորից Աճեմյանի ուղղությամբ է գալիս, շատ լավ կիսապաշտպան է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Եվ իհարկե Յուվենտուսի գրոհների մեծ մասը կառուցվում է հենց նրա շնորհիվ։ Այո։ Եվ տեսեք նորից Աճեմյանն է պաշտպաններին գալիս փոխօգնության։ Ղազարյան, Աճեմյան, արագ գրոհի է անցնում Յուվեն, բայց սխալվեց այստեղ Արթուր Աճեմյանը։ Եվ տեսնենք Արսենալի պատասխանը, Ավետիսյան պահեց գնդակը այստեղ։ Եվ այո, կա մրցավարի Սուլիչը, Մխիթարյանը խախտել է խաղի կանոնները։ Ավետիսյանի հետ պայքարում։ Եվ նա հենց կիրասնի ստանդարտը, բայց շատ բարձր ընթացավ գնդակը։ Հարված Յուվեի դարպասից։ Այո, իհարկե, թիմերի տեսանկյունից նայելով երկուսին էլ օդի և ջրի պես պետք է այս 3 միավոր այսօրվա խաղում։ Բայց չեմ կարող չնստել այն փաստը, եթե Յուվենտուսը այո փորձում է մնալ չեմպիոնական պայքարի մեջ, այս պահին 6 միավորի տարբերություն կա առաջատարային թրախտի և նրա միջև, Յուվեն ավելի քան պետք է այսպես ասած մտածի հաղթանակի մասին և այո խփում են նրանք Եգոր գնդակը Ղազարյանի հիասքանչ փոխանցումից հետո այո Յուվենտուսի ֆուտբոլիստ շատ լավ փոխանցում ստացվեց այո այստեղ Ղազարյանի կողմից և իհարկե թիմի գրոհին միացած Մարտիրոսյանը 19 համարը Յուվենտուսի կարողացավ առաջ մղել իր թիմին հաշվի մեջ 2-1 Յուվեն այո պարտվելիս վերադառնում է այս պահին կամային հաղթանակ է տանում այո խոսքերից վրա երբ նշում է որ Յուվենտուսին անպայման հաղթանակ է պետք պայքարը շարունակելու համար իհարկե անկախ այս խաղի արդյունքներից Յուվեն միևնույն է կմնա մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականի համար պայքարի մեջ բայց արդեն միավորների կորուստը գնալով ավելի կհեռացնի թիմին այդ պայքարից Pico. Գնդակով Յուվեի ֆուտբոլիստներն են չանցավ այս փոխանցումը այո լավ էր նկատել աղընկերոջը և Արսենալն է անցում գրոհի բայց Մարտիրոսյանը այստեղ տեսեք ինչպես փակեց փոխանցումը այո կա խաղի կանոնների խախտում և դեղին քարտ կստանա Արսենալի առայժմ միակ գոլի հեղինակը Խաչատրյանը այո մեջքից կատարեց խաղի կանոնների խախտում
Եվ իհարկե գնդակի մոտ է Էլով, ոչ եթե Աճեմյանը։ Տեսնենք ինչպես կիրացնեն ստանդարտի Յուվեի ֆուտբոլիստները կա մրցավարի Սուլիչը, Աճեմյան, հարված, բայց շատ բարձր ընթացավ գնդակը, լավ հարված չկարողացավ կատարել այստեղ Աճեմյանը, իհարկե բազմիցս մենք նրա կատարման տեսել ենք եռվից գոլեր և այնպես չէ, որ տարածությունը մեծ հաշվով նրա համար նշանակություն ունի, բայց չստացվեց այս հարվածը և նորից գնդակով Աճեմյանն է Եվս մեկ հարված և հիմա քիչ է մնում ներողություն եմ խնդրում գրավել դարպասում Փորքից փոխանցում դեպի առաջ, բայց բարձր ստացվեց այստեղ Ավետիսյանի համար այս փոխանցումը և Յուվենտուսի դարպասապահ արագորեն գնդակը մտցնում է խաղի մեջ սխալ պաշտպանությունում, բայց Ավետիսյանը կարողանում է հեռացնել գնդակը և ոչ միայն հեռացեց, ոչ հեռացեց ուզում էի ասել արդեն գնդակը կպայի խաղընկերը դաշտի սահմաններում, բայց այն դուրս ընթացավ Խաչատրյան լավ փոխանցում էր այստեղ Յախանյանի ուղղությամբ և այստեղ 3-2-ի դիմաց Յախանյան տեսնենք ինչ որոշում կայացնի հասցրին վերադասավորվել Յուվեի ֆուտբոլիստները և շեղ ընթացավ Յախանյանի հարվածը ճիշտ հարված կատարեց հեռավոր անկյունը, բայց մի փոքր շեղ ընթացավ գնդակը հակառակ դեպքում հաշվի մեջ հավասարություն կլիներ Այո, ակտիվ է սկսել խաղակեսը Արսենալը Չնայած նրան, որ արագորեն բաց թողեցին Եգոր գնդակը խաղակեսի հենց մեկնարկում, բայց այս րոպեներին շատ ակտիվ են գրոհում, տեսնենք կարողանան այդ առավելությունը վերածել հաշվի մեջ փոփոխության Խաչատրյան, լավ կասեցեց այստեղ գնդակը Հարված և այո, դուբլ Խաչատրյանի կողմից 2-2-ը դառնում հանդիպման հաշիվը Այո, շատ հետաքրքիր ֆուտբոլ է ընթանում Գնալով հանդիպան վերջնամասն եմ հոտենում և էլ ավելի հետաքրքրանում այս հանդիպումը Ղազարյան ետ փոխանցում Ավետիսյանի ուղղությամբ ներողություն եմ խնդրում Մարտիրոսյանն է գնդակով լավ գրոյի տեղափոխություն դեպի գրոյին միացող Խաչատրյանը բայց այստեղ փակեցին Արսենալի ֆուտբոլիստները այս փոխանցման ճանապարհը և Յախանյանն է գնդակով տեսնենք լավ անցում էր փոխանցում դեպի աջ նորից Խաչատրյան գրոյի տեղափոխություն դեպի աջ Ավետիսյանն է այստեղ գնդակով լավ նկատեց այստեղ խաղընկերոջը Խաչատրյան կլինի հելտրիկ ոչ շեղ ընթացավ հարվածը Հարված Յուվեի դարպասից, այո մտցրեցին խաղի մեջ դարպասապահ և սխալ պաշտպանությունում Յախանյան տեսնենք ինչ որոշում կայացնի բայց այո այստեղ Մարտիրոսյանը հասցրեց փակել այս փոխանցումը և նորից են սխալվում Յուվեի ֆուտբոլիստները այս անգամ պատժվում են այո 3-2 Արսենալը վերադարձավ խաղ և հիմա հաշվի մեջ առավելությունը կշեռքի նշարի
Այո, Միրանյանը դարձավ գոլի հեղինակ այստեղ Արսենալի կազմում։ Եզր խաղը, ախպերը, Էդգար։ Այո, եթե մեկ անգամ սխալվեցին եւ Յուվենտուսի ֆուտբոլիստը Մարտիրոսյանը հաստրեց փակել այդ սխալները, այս դեպքում արդեն ոչ ոք չէր կարող անկասելի հարված կատարեց այս նպաստավոր դիրքից։ Միրանյանը եւ հանդիպան հաշիվը 3-2 այս պայն օգուտ Արսենալի։ Իթալիան այստեղ պայքարում։ Եզից կնետեն Արսենալի ֆուտբոլիստները։ Այո, Արսենալին ձեռնտու է թեկուզ այս հաշվով, բայց միայն հաղթել է պետք, այո։ Եվ այո, նորից եզից կնետեն Արսենալի ֆուտբոլիստները։ Ավետիսյան, լավ անցավ այստեղ մեկին։ Շոբանյան, փոխանցում նորից Ավետիսյանի ուղղությամբ։ Եվ խլում են այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստների գնդակը Ղազարյան։ Եվ կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի հետ պայքարում, այո, Ավետիսյանը խախտեց խաղի կանոնները։ Արագ են Յուվեի ֆուտբոլիստները խաղարկում եւ սխալվում են այստեղ։ Այո, արդեն Յուվենտուսի գործողություններում այդ շտապողականությունը երևում է։ Գնդակով նորից Արսենալի ֆուտբոլիստներն են, Սուքյասյան լավ էր մտածել այստեղ, բայց հակեց Մարտիրոսյանը փոխանցման ճանապարհը Մխիթարյան։ Լավ տարավ գնդակը այստեղ, տեսնենք Լավցյան։ Եվ այո, Գալեսյան դուրս եկավ եւ ֆիքսեց գնդակը։ Միրանյան։ Դա փոխանցում է, բայց Սուքյասյանը ում է կատարում այս փոխանցումը։ Ուղղակի պետք է գրավել դարպասը այստեղից եւ շրջվեց այո այստեղ Չոբանյանը փոխանցում Սուքյասյանի ուղղությամբ, բայց այո նորից պաշտպանությունում փայլում է գործում Մարտիրոսյանը եւ հենց նա սխալվեց այո եւ դարպասացողն է այդ փոխհոկության ասում Յուվենտուսին ինչ գեղեցիկ այո գոլ կարող է խփել այստեղ Արսենալի 10 համարը Ավետիսյանը եւ եթե հանդիպան հաշիվը դառնա 4-2 արդեն շատ վստահ կզգար Արսենալը բայց մեկ գնդակի տարբերությունը շատ վտանգավոր է այն էլ այսպեսի խաղում եւ մրցակիցը Յուվենտուսն է Ես իսնետեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ այո սխալ եզային նետում հիմա հակառակ Արսենալը կիրացնի այդ եզային նետումը Փոխանցում Եվ Աչեմյանը այստեղ հակեց Արսենալի փոխանցման ճանապարհը կա խաղի կանոնների խախտում Այո դեղին քարտ այստեղ Արսենալի ֆուտբոլիստին ընդունեց իր խախտումը Ղազարյան լավ փոխանցում է այստեղ Խաչատյանի ուղղությամբ Եվ այո փակեց Խաչատյանի առաջ խաղացումը Սերոփյանը անկյունային իրացված է Ղազարյան լավ չկատարեց այս հարվածը Գալեսյանը գնդակը կմցնի խաղի մեջ ուժեղ հարված դեպի առաջ բայց այստեղ Եգոր Քարկում Մխիթարյանն էր իրադրության տերը
Դաշտի միջին տարածություն փակումներ։ Ղազարյանն այստեղ պայեց գնդակը։ Եվ չկար ոչինչ Ղազարյանի հետ պայքարում ցույց է տալիս հանդիպան մրցավարը։ Եվ Արսենալն է անցնում հակակրոյի։ Ավետիսյան, Սուքյասյան լավ խաղարկումներ է, բայց թույլ ստացվեց այս փոխանցումը։ Այո, բաց ֆուտբոլ ենք հիմա դիտում 1-1 գրոհներ եւ տեսնենք որ թիմը կարողանա օգտվել այս առիթից։ Չոբանյան լավ փոխանցում է դեպի ձախ Ավետիսյանի ուղղությամբ, տեսնենք կհետևի փոխանցում, բայց Ավետիսյանը գնդակ իր թիմի մոտ Չոբանյան թվում է թե արդեն կորցրել են Արսենալի ֆուտբոլիստների գնդակը, բայց Ավետիսյանը կարողացավ պայել գնդակ իր թիմի մոտ։ Ղազարյան բայց այստեղ հնայտ պայքարում շատ լավ պատխաղարկում էր, տեսնենք ինչով կավարտվի Արսենալի այս գրոհը, ոչնչով սխալ փոխանցում կատարեց այստեղ Ալիխանյանը գրոհի միացած Աջեմյան շղվեց այստեղ Աջեմյանը լավ փոխանցում էր Ղազանի ուղղությամբ կա աչից տարբերակ Խաչատրյան շում էր ուղղված այս փոխանցումը շատ ուժեղ փոխանցում կատարեց թիմի պաշտպանը այո հանդիպումը որքան մոտենում է ավարտին այնքան Յուվենտուսի մոտ երևում է շտապողականություն իսկ Արսենալին ամեն կերպ հաղթանակ է պետք ցանկացած գնով այս հաշիվը նրանց բավարարում է Սուքյասյան, այո, գնդակ անցավ Խաչատրյանի վրայով և չձգեց մկան այստեղ, այո, Սուքյասյանը միայն թե հիմա էլ վնասված չստանա Կարողացավ ոտքի կանգնել, այո, բայց չի կարող շարունակել հանդիպումը և փոփոխություն կլինի Արսենալի կազմում։ Վերսկսվեց հանդիպումը, այո, և Յուվեն միանգամից նետվում է առաջ, Աչեմյան լավ փոխանցում էր Խաչատրյանի ուղղությամբ և նորից Գալստյան։ Իրական շանս կորցրեց քիչ առաջ Յուվենտուսը, այո։ Անկյունային տեսնենք ինչով կավարտվի Գալստյան փոխանցում, հարված, հիմա այդ պաշտպանն է հեռացնում դատարկ դարպասից։ Այո, կար ձեռքով խաղ, բայց սա ոչ թե 11 մետրանոց այլ տուգանային հարված։ Ակտիվացավ Յուվենտուսը, այո։ Եվ տեսնենք այս ակտիվությունը կարող է վերածել գոլի։ Հարված և շատ բարձր ընթացավ Ղազարյանի հարվածը։ Չոբանյան կհասնի այս գնդակին, ոչ բայց կարող է վաստակել անկյունային, հեռացավ հենց իրենից գնդակը, հարված Յուվեի դարպասից, այո, իսկապես որ քիչ ժամանակ է մնացել Յուվենտուսին և ոչ մի կերպ
Նրանք չպետք է համակերպվեն այս պարտությանը եւ վստահ եմ, որ չեն էլ համակերպվում, բայց Արսենալն այնպես է պաշտպանվում։ Այս պահին թույլ չի տալիս ոչինչ անել։ Ղազարյան փոխանցում Մխիթարյանի ուղղությամբ հավասարեցնել է պետք հաշիվը եւ պաշտպան եւ դարպասապահը միասին կարողացան հեռացնել այս գնդակը։ 2-3 իրական շանս կորցրեց Յուվենտուսը այս մոտակա 2-3 րոպեների ընթացքում։ Եզրային է, այո, եզրային է դուք իրացի Յուվենտուսը։ Դավթյանը գնետի եզից, Խաչատրյան եւ սխալ փոխանցում այստեղ Դավթյանի կողմից։ Ալիխանյան այո, ուղղակի գնդակը նետում են դեպի առաջ, բայց այստեղ էլ Խաչատրյանն է հեռվից արված։ Հեռացած գնդակը Գալստյանը եւ լավ հակագրոհի կարող է անցնել Արսենալը։ Տեսնենք։ Ուշացրեց, այո, այստեղ փոխանցումը Արսենալի ֆուտբոլիստ եւ Հարությունյանը կարողացավ տանել գնդակը իր հետ։ Դավթյան կա կանոնների խախտում նրա հետ պայքարում։ Արագ են խաղարկում Յուվեի ֆուտբոլիստները, Աչեմյան փոխանցում եւ նորից Արսենալի պաշտպանություն, այո, գերազանց է գործում այս դրվագում։ Լավ փոխանցում էր Խաչատրյանի ուղղությամբ չկարողացավ պահել գնդակը։ Սխալ նորից Խաչատրյան փոխանցում Եվ այո, 4 գնդակել է Յուվեի դարպասում, կարծում եմ սա հաղթական գոլներ Արսենալի։ Այո, 4-2 եւ Յուվենտուսը այո այս հանդիպման 2 գնդակները բաց թողեց պաշտպանության սխալների պատճառով։ Աչեմյան ուղղակի ուժեղ հարված դեպի առաջ։ Եվ այո, այսպես Արսենալը կարող է խաղարկել գնդակը որքան կուզի։ Աշիվն իրենց օգտին է, ձեռնտու է նրանց։ Այո։ Լավ փոխանցում է այստեղ Խաչատրյանի ուղղությամբ։ Հարությունյանը խլեց այստեղ նրա հետ պայքարում գնդակը եւ տեսեք 2-1-ի դիմաց են եկել Ավետիսյան եւ նորից Արսենալի ֆուտբոլիստն է նախել Յախանյան, Խաչատրյան եւ հիմա էլ Խաչատրյանն է հեռացնում գնդակը, բայց Յուվենտուսի ֆուտբոլիստը Փոխանցում եւ շեղ ստացվեց այստեղ Չոբանյանի հարվածը։ Հոգնել ես։ Սաղազյան իսկան մնաց։ Աշեմյան պայքարում է այստեղ, բայց Ալիխանյան Եվ այո, այստեղ պաշտպանությունում գլորում են գնդակը, հիմնական ժամանակն ավարտվել է հանդիպան, ընթանում է մրցավարի ավելացած ժամանակը։ Ալիխանյան այո, ընդունեց գնդակը այստեղ Աջեզրում, լավ նկատեց խաղընկերոջը, բայց ուժեղ ընթացավ փոխանցումը։ Խաչատրյան տեսնենք կփորձի Բոնա Յուվենտուսը կրճատել հաշվի տարբերությունը, լավ անցում ստացվեց այստեղ, Դավթյանի կողմից Ղազարյան Ոցե փորձի հեռվից հարվածել, Խաչատրյանի փոխանցում հարված եւ նորից Արսենալի դարպասապահը կարողանում է փրկել իրավիճակը եւ տեսեք, անցնում են հակագրոհի նորից Արսենալի ֆուտբոլիստները 3-4-ով վերադասավորվեցին այո Յուվեի ֆուտբոլիստները Աչեմյան Մաքուր այստեղ տարավ գնդակը Աչեմյանը
Հերվից հարված եւ Գալստյանը որ յոսցեին է կատարում այս րոպեների ընթացքում։ Կամրցավարի Սուլիչը փոխանցում եղընթացավ այս հարվածը եւ վերջ հանդիպումն ավարտված է 4-2 հաշվով Արսենալը կամային հաղթանակ տարավ իր համար վաստակեց շատ կարևոր 3 միավոր իսկ մենք կհանդիպենք քիչ անց